դուք ասում եք, որ մենք պետք է ունենանք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տերը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մտներիդ մեջ ունենալով դա հիմնադիրնել հավանաբար դուք եք, բայց ամբողջ խնդրը նա է, որ 4-րդ հանրապետության հիմնադիրը դուք չեք։ 4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը Ադրբեջանը։ Դուք նույնիսկ դիզայներական գործերը ձեզ հանձնարարված չի, դրանով զբաղվում են եվրոպական որոշ պետություններ։ Դուք այդ պրոյեկտի մեջ PR մասնագետներն եք եւ sales մենեջերները։ Փաթեթավորեք այդ գաղափարը եւ վաճառեք մեր ժողովրդին։ Սփյուռքը հայ ժողովրդի դժբախտության արդյունքում է ձևավորվել, բայց Սփյուռքը ռազմավարական ներուժ է Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու, բարգավաճելու եւ իր նպատակին հասցնելու համար։ Հետևաբար Սփյուռքի հետ խնդրեմ ունեն մեր հարևան երկրները։ Երբ որ Հայդատը Ամերիկայի Սենատում կանխարգելում է 907 բանաձևը Ամերիկային ռազմական օգնության հասցնելու, երբ որ Կանադայում արգելում է բայրակթարներին մատակարարվող արտադրության դետալներ, դա շատ ծանր է տանում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Դուք ինչ եք ծանր տանում Հայդատի գործունեության արդյունքը։ Երբ մենք խոսում ենք հայկական շահերի պաշտպանությունից, դուք ասում եք սա կույր ատելություն է, հակաթուրքականություն է։ Մենք կույր ատելություն չունենք Թուրքիայի նկատմամբ։ Մենք կուրացած չենք ատելությունից, բայց դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից։ Եվ ձեր Թուրքիայի Ադրբեջանի պահանջները հետևողական իրականացնելու համար փորձում եք մեզ պիտակավորել։ Երբ որ մենք ասում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները պետք չի հետևողականորեն իրականացնել, դուք ասում եք ինչ է, Թուրքիան ինչ ասում է պետք է հակառակ անենք, եթե ասում է ծխելը վտանգավոր է, ուրեմն պետք է ծխենք, չէ։ Մենք չենք ասում հակառակը արեք։ Մենք ասում ենք Թուրքիան ինչ որ ասում է, դա մի արեք։ Երբ որ ասում է մի հրաժարվեք անկախության հռչակագրից, ուրեմն մի հրաժարվեք։ Երբ որ ասում է Արցախը Ադրբեջանա եւ վերջ, դա պետք չի կրկնել։ Երբ որ ասում է մի ուրացեք ցեղասպանությունը, պետք չի գալ այդ ճանապարհով գնալ։ Երբ որ ասում են Սփյուռքը սպառնալիք է, պետք չի այդ խոսույթը բերել ստեղ։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու հապկից, բայց երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ԵԱՏՄ-ից, բայց Եվրոմիության անդամ չի դառնալու։ Դուք եք դա հաստատում, դուք եք ասում, որ մոտ ապագայում այդ հեռանկարը չկա։ Իսկ եթե այդ հեռանկարը չկա, այս իրավիճակում երկիրը տանել նոր, ավելի ծանր արկածախնդրության, սա բերելու է անվտանգային եւ տնտեսական նոր խնդիրներ եւ այս գլխից ասեմ, չգաք այս ամբիոնին կանգնեք, ասեք նախկիններն են մեղավոր։ Չգաք ասեք ռուսներն են մեղավոր, մեկը կելնի արցախահայերը, մեղավոր ենք, պատասխանատու չենք, պատասխանատու ենք, մեղավոր չենք։